Սկսենք մեր հերթական դասախոսությունը։ Վերնագիրն է Գայուս Հուլիոս Կեսար Օկտավիանուս Օգոստոսի պրինցիպատը։ Քրիստոսից առաջ 27, Քրիստոսից հետո 14 թվականներ։ Իշխանության անատոմիան կազմախոսությունը։ Մենք այժմ վերադառնում ենք կրկին հայկական թեմաներից հետո Հռոմի պատմությանը։ Եվ իմաստն այն է, որպեսզի մենք հետևենք, թե ինչպես էր տեղի ունենում անցումը ավանդական հանրապետությունից դեպի հանրապետական միապետության կամ պրինցիպատ, որի մանրամասների մասին այսօր կխոսենք։ Ասել ենք, որ այս ժամանակաշրջանում, օգոստոսի ժամանակաշրջանում, ավարտվեց հռոմեական պատմության երկու կարևոր շրջափուլ։ Մեկը հին ավանդական հանրապետության ժամանակաշրջանն էր, որ սկսվել էր Քրիստոսից առաջ 509 թվականին, Լուցիուս Յունիուս Բրուտուսի նախաձեռնությամբ եւ ավարտվեց 42 թվականին Քրիստոսից առաջ Մարկուս Յունիուս Բրուտուսի ժամանակ, այս վերջին հերոսը, այս նույն տոհմից ներկայացնում էր ավանդական հռոմեական հանրապետությունը, շուրջ 500 տարի։ Մյուս ալգորիթմը պատմության, որ հիմա էլի վերջանում էր, ավարտվում էր, արդի հետազոտողները բնութագրում են իբրև հռոմեական հեղափոխություն, սկսում է Գրակոսներից, Տիբերիուս Գրակոսով 133 թվականից եւ շարունակում հասնում է մինչեւ 27 թիվը։ Կատարվում էր այս անցումնայնությունը ավանդական արժեքներից, ավանդական հանրապետությունից դեպի հանրապետական միապետության ժամանակաշրջան։ Մենք արդեն այս խնդիրներին բավական անդրադարձել ենք եւ ուրվագծել ենք այն մոդելները, որոնք ներկայացնում էին այս ժամանակաշրջանի իմաստային կոդը։ Առաջինը ասեցինք, դա ռազմական դիկտատուրան էր։ Սուլլան իր բանակն օգտագործելով 82 թվականին Քրիստոսից առաջ Հռոմում հաստատել էր ռազմական դիկտատուրա, անցկացնել բռնաճնշումներ, պրոսկրիպցիա, կատարել ռեֆորմներ, բայց հետագայում զգալով, որ հանրապետությունը շատ ուժեղ արմատներ ունի հռոմեացիների մեջ, թողել եւ հեռացել էր։ Եվ շուտով էլ մահացել էր։ Նույն ճանապարհով համարյա թե ընթացավ Հուլիոս Կեսարը, իր բանակները տարավ Հռոմի դեմ, հաստատեց իր բարձրաձայգ իշխանությունը, ամբողջ տերության տարածքում հաստատեց իր իշխանությունը բարձրաձայգելի։ Բայց սկսել էր իշխանության վերջին շրջանում մտածել նաև այլ խթաններ օգտագործելու իր իշխանությունը հաստատելու համար։ Հնագույն հռոմեական արքայական իշխանության ստերեոտիպը, կարծրատիպը մեջ բերելով, միայն ժամանակ իր անձնական ընդունակությունները, կապերը, հնարավորությունները, մի խոսքով նա աշխատում էր ջնջել տպավորությունը, թե դա ռազմական իշխանություն է, բայց կային Հռոմում մարդիկ, որոնք չէին հավատում սրան, նրանք դավադրություն կազմակերպեցին եւ Կեսարին հեռացրեցին պատմական ասպարեզից։ Եվ դրանից հետո ստեղծվեց եռապետություն, երկրորդ եռապետություն, որոնք հաղթանակ տարան վերջին հանրապետականների նկատմամբ 42 թվականին, իշխանությունը վերցրեցին իրենց ձեռքը եւ նրանց բևեռացումը քանի գնում ուժեղանում էր։ Բևեռացման երկու բևեռներ էին նկատվում, մեկը Մարկուս Անտոնիուսը, որ հաստատվել էր արևելքում,
Ալեքսանդրիա քաղաքում, մյուսը Օկտավիանոսը, Կեսարի հոգեզավակը, որը հաստատվել էր Հռոմում եւ օգտագործում էր Կեսարի հեղինակությունը, բայց միևնույն ժամանակ էլ իշխանական նոր խթաններ էր օգտագործում իր իշխանությունը հաստատելու ուղղությամբ։ Այս երկուսի բախումը անխուսափելի էր, եւ դա տեղի ունեցավ Քրիստոսից առաջ 31 թվականի սեպտեմբերի 6-ին Ակցիում Հրվանդանում ծովամարտի ժամանակ, երբ կեսարականները տարան հաղթանակ, Մարկոս Անտոնիոսը կրեց փրկություն, փախավ, հաստատվեց Եգիպտոսում եւ պատրաստվում էր նորից, բարձրանալու, բայց Օկտավիանոսը դանդաղ ընթացքով եկավ Եգիպտոս, Անտոնիոսի բանակը հրաժարվեց նրա դեմ կռվելուց, եւ Անտոնիոսը եւ Կլեոպատրան ինքնասպան եղան, եւ Եգիպտոսն դարձավ Օկտավիանոսի անձնական պրովինցիան, արտակարգ կարևոր պրովինցիա էր, որը հացով էր մատակարարում ամբողջ միջերկրական ծովը։ Եվ Հռոմում շատ բան կախված էր այս մատակարարումից, Օկտավիանոսը շատ լավ գիտեր։ Այս հաղթանակով Եփրատից մինչև Ջիբրալտար, Բրիտանիայից մինչև Նեղոսի առաջին սահանքն ընկած տարածքները ընկան Օկտավիանոսի իշխանության ներքո։ Եվ նա պետք է ձևավորեր իր նոր իշխանությունը։ Առաջիկա 2.5 տարիների ընթացքում կարծես թե լռություն էր տիրում։ Օկտավիանոսը շրջապատած էր իր մոտագույն պրոքսի շրջապատով, շատ ելույթներ, շատ ճառեր չեր տեսնում, եւ բոլորի մոտ այն տպավորությունն էր, թե հանրապետությունը վերականգնվել է։ Մանավանդ որ իշխանական շրջանակներից այդպիսի խթաններ էին գալիս, քարոզչական, որ վերականգնում է հանրապետությունը, որ վերականգնում է հանրապետական ազատություններն են վերականգնում։ Այսպես շարունակվեց մինչև 27 թվականը, 27 թվական Քրիստոսից առաջ, հունվարի 13։ Այդ օրը Օկտավիանոսը ներկայացավ հռոմեական սենատ եւ ելույթ ունեցավ, ասաց, որ ինքը հոգնել է այդնևս քաղաքական ակտիվությունից, միևնույն ժամանակ իր առողջությունը չի թույլ տալիս, որ ինքը այդքան լարված աշխատանք անի։ Խնդրում էր, որ իրեն թողնեն, ինքն անցնի մասնավոր կյանքի, քանի որ կատարել է իր պարտքը հանրապետության նկատմամբ եւ վերականգնել է հանրապետությունն ու հռոմեական ավանդական ազատությունները։ Ոչ տարօրինակ մի բան կատարվեց, սենատը ընդդիմացավ, ոչ մնալու ես։ Օկտավիանոսը երկրորդ անգամ ձայն վերցրեց եւ նորից սկսեց ավելի տարածուն հաստատել իր միտքը, որ ինքը հոգնած է, որ ինքը պարտքը կատարել է, որ ինքը ցանկանում է անձնական կյանքով զբաղվել, սենատը ավելի կտրուկ սկսեց նրան պատասխանել, ոչ մնալու ես։ Երրորդ անգամ ելույթ ունեցավ եւ նույնը կրկնեց, այս անգամ սենատը ցույց տվեց իր անկոտրում կամքը, որ պետք է մնաս եւ ծառայես հայրենիքին։ Տարօրինակ է, 100 տարի իշխանության համար Հռոմում արյուն էր թափվում, հազարավոր մարդիկ մահանում էին, սպանվում էին, հիմա այդ բոլորը վերածվել է թատերական ֆարսի, այս ողբերգությունը դարձել էր թատերական ֆարս,
Քանի որ բոլորը գիտեին, որ իշխանության խնդիրը արդեն լուծված է ըստ էության։ Հիրավի ճիշտ է, որ պատմության մեջ շատ բաներ սկզբից ներկայանում են իբրև ողբերգություն, հետո թատերական, ինչպես ասացինք, ֆարս։ Սա կատարվեց, ահա, Քրիստոսից առաջ 27 թվականի հունվարի 13-ին հռոմեական սենատում։ Ու դրանից հետո Օկտավիանոսը պետք է հիմնավորեր իր իշխանությունը։ Մենք ունենք մի քանի տեքստեր այդ հիմնավորման վերաբերյալ։ Մի տեքստը մեզ ասում է, փոխաբերական իմաստի տեքստ է, երբեմն սա ասում են փիլիսոփայական առած։ Պատմում են այն մասին, որ մարդու օրգանները, ոտքերը, որովայնը, ձեռքերը եւ այլ օրգաններ ընդդիմացել էին, թե այս գլուխը ոչ մի բան չի անում։ Ինչու ենք մենք նրան ենթարկվելու։ Հրաժարվում են ենթարկվել եւ մարդու օրգանիզմը քաոտիկ վիճակի է վերածվում, հետո գլխի են ընկնում նորից, գլուխը, ուղեղը ընդունում են առաջնորդություն։ Շատ տարօրինակ է։ Գիտենք, որ հները եւ հռոմեացիները նույնպես անթրոպոմորֆիկ կառույց էին հաղորդում մարդկային հասարակությանը։ Գիտենք, որ այստեղից եզրակացնում էին, որ երևի հռոմեական միջավայրում առաջնորդի պակասությունն էր, որ այս 100-ամյա քաոսը բերեց հռոմեական միջավայր։ Հա? Ամենայն հավանականությամբ։ Եվ կրկին վերադառնում էին Կիկերոնի այն գաղափարին, որ հանրապետությունը պետք է վերակառուցվի ըստ ուժեղ անհատականության եւ սենատական օլիգարխիայի դաշինքի նրա գաղափարն էր։ Եվ Օկտավիանոսը այս գաղափարը ընդունում էր, թեպետ հետագայում կտեսնենք մի ճշտմամբ։ Որն էր այդ ճշտումը։ Բանն այն էր, որ Օկտավիանոսը եւ Գնեոս Պոմպեոսը մոռացել էին հռոմեական ամբոխի մասին, անկազմակերպ, էմոցիոնալ, էգոիստ, նյութապաշտ, հա, որին պետք էր ղեկավարել, բաց չթողնել։ Նա մի ժամանակ գտնվում էր Հուլիոս Կեսարի ազդեցության ներքո, Հուլիոս Կեսարը դա հանձնեց Կլոդիուսին, այնուհետև երևաց Միլոն եւ այլոք, այնպես որ այս ամբոխին թողնելը ըստ ինքյան չափազանց վտանգավոր բան էր։ Հա, այս բացը Ցիցերոնի եւ Մարկուս Անտոնիոսի ծրագրի շատ լավ նկատել է Մաթիաս Գելցերը, արդի ուսումնասիրողներից մեկը։ Ուրեմն Օգոստոսի մտապատկերի մեջ նորից մոտենում է խոշոր անհատականության, բայց այս անգամ արդեն ռեֆորմի ենթարկված, բարենորոգված գաղափարը եւ սենատական հանրապետություն պլյուս հռոմեական ամբոխը իրողությունը։ Բավական հետաքրքիր է։ Այս տեքստին գումարվում է մեկ այլ ընդհանրական այսպես ըմբռնում, որն էր այդ ընդհանրական ըմբռնումը։ Քրիստոսից առաջ 20-ական թվականների վերջին Օգոստոսի իշխանության մեջ նկատվում են մի քանի միտումներ։ Առաջին միտում Օգոստոսը ուզում է իշխանությունը փոխանցել իրանից հետո ըստ դինաստիական սկզբունքի։ Գայուս Կլավդիուս Մարցելուս այդպիսի քրոջ որդի ուներ, արտակարգ տաղանդավոր, արտակարգ սիրուն, արտակարգ ջարտասան, արտակարգ ռազմական ընդունակություններ։ Նա իր ընտրությունը կատարել էր հօգուտ նրա։ Ամուսնացրել իր 14-ամյա դրստեր Յուլիայի հետ եւ թվում էր, թե խնդիրը այսպես լուծվում է։ Բայց հանկարծ այս երիտասարդը հիվանդացավ եւ մահացավ։ Նաեւ նկատում է մեկ այլ միտում։
Օկտավիանոսը 23 թվականին ծանր հիվանդացավ։ Բժիշկներն անգամ ասում էին, որ նա ոչ մի հույս չկա, որ նա կարող է ապաքինվել։ Այս ծանր պայմաններում նա իր իշխանական մատանին ուղարկեց Ագրիպպային, Մարկուս Վիպսանիոս Ագրիպպային, իր մանկության ընկերոջը։ Ագրիպպան կազմում էր նրա շրջապատի, ինչպես քիչ առաջ ասացինք, պրոքսի, ինտելեկտուալ, գործողությունական պրոքսիների շրջապատը, որի մեջ մտնում էր ինքը Ագրիպպան, Գայուս Մեկենասը, նշանավոր, մտավորական, անգամ Օկտավիանոսի կինը, Լիվիան, հավասարակշռված, խելոք, ինտրիգան, այս կինը, Սերվիդեոս Ռուֆուս կար նաև ինտելեկտուալ այդպես, սրանց ուղարկել էր իր իշխանական մատանին, բայց մի բաներ էր կատարվել այս ժամանակ, որն էր այդ բանը, նա իր իշխանական բանալին ուղարկել էր Գայուս Կալպուրնիոս Պիզոնին, սենատական օլիգարխիայի առաջնորդին։ Սա հակակեսարական էր եղել, կռվել էր հանրապետականների շարքում, փախել էր, հետո եկել Հռոմ, ընդունել Օգոստոսի գերիշխանությունը, Օկտավիանոսի իշխանությունը, Օկտավիանոսը նրան ներել էր եւ հիմա սենատն էր ներկայացնում։ Այս բանալին տալիս է նրան դուռ դեպի արխիվը պետական եւ գանձերը։ Ուսեք, հենց այս քաղաքականության մեջ, նկատում է երեք սկզբունք. դինաստիական սկզբունքը, ինտելեկտուալ մտերմիկ շրջապատի սկզբունքը եւ հին սենատական, առաջնորդության սկզբունքը։ Օկտավիանոսը այս երեքին էլ տալիս էր հավասար նախապատվություն։ Հիմա վերադառնանք նորից 27 թվականի դեպքերին։ Օկտավիանոսին առաջարկում էին իշխանության հիմնավորման մի բաներ, մի քանի բանաձևեր։ Առաջին բանաձևը հիշեցնում էին իրան Ռոմուլուսի մասին, որ հիմնել է քաղաքը։ Նրանից հետո ինչքան խոշոր հռոմեացիներ են լինում, կոչում էին Alter Conditor Urbi, քաղաքի երկրորդ հիմնադիր, նրանից հետո, բայց Օկտավիանոսը մերժեց այս առաջարկը, նա չուզեց իր անունը կապել արքայական իշխանության հետ։ Հիշենք, Կեսարին ուզում էին ֆորումում թագադրել, Մարկուս Անտոնիոսը, բայց ժողովուրդը ըմբոստացավ դրա դեմ եւ նա շատ լավ հիշում էր այս դեպքը, նա մերժեց, ընդունեց միայն այս մի առաջարկը, այդ առաջարկն էր Princeps Plebis, ազգի առաջնորդ, այնուհետև Princeps Senatus, սենատի առաջնորդ, առաջին քաղաքացի, որ ժողովրդին առաջնորդում է, առաջին քաղաքացի, որ սենատին առաջնորդում է։ Մի ժամանակ այս սենատական առաջնորդը կար վաղուց այդ պաշտոնը, երկրորդական էր, երրորդական էր։ Հիմա սա դարձավ շատ կարևոր պաշտոն Օգոստոսի, Օկտավիանոսի ձեռքի ներքո։ Նա սկսեց կազմել քաղաքացիների ցուցակները, այլևս ցենզորներ չէին ընտրվում, միակ ցենզորը պետության մեջ ինքն էր, որտեղ ես, ինչ եկամուտ ունես, ինչ աղբյուրներ ունես, ինչ հեղինակություն ունես, ինչ դիրք ունես, ինչպես ես վաստակել։ Մյուս նորամուծությունը, որ կատարվեց, նրան տվեցին Աուգուստուս, մենք հայերս ասում ենք Օգոստոս, հետագա հնչեղությամբ, Աուգուստուս տիտղոսը տվեցինք, ծագում է լատիներեն աուգեո բայական ձևից, աճում եմ, ուռճանում եմ, պայծառանում եմ,
կրոնական խարիզմատիկ իմաստով մոտենում եմ Աստվածներին, բայց առափայլ կարող ենք հայերեն թարգմանել, նա սա ընդունեց, եւ դրանից հետո նրան հաճախ ասում էին Գայուս Հուլիոս Կեսար, Օկտավիանուս Օգոստոս կամ Աուգուստուս, սա էլ ընդունեց նա։ Մյուս գործողությունները նրա իշխանական արդեն բխում էին իշխանության իրավավարչական հիմնավորումից։ Այստեղ կարևորը իրավական կողմն էր։ Մենք արդեն վաղուց գիտեինք, որ իշխանության գերագույն քրողը Հռոմում համարվում էին կոնսուլները։ Իրենց պաշտոնից հետո կոնսուլները դառնում էին պրոկոնսուլ, որոշակի ազդեցություն ունեին, այն էլ եթե պետությունը կանգնում էր ծանր իրավիճակների առաջ, նրանց կանչում էին խնդիրների լուծման, բայց ոչինչ ավելին։ Օգոստոսը ընդունեց իշխանության այս հիմնավորումը պրոկոնսուլ էտերնուս, մշտական պրոկոնսուլ։ Սա առաջին արդին ենթադրում էր, որ նա զորքերի գլխավոր հրամանատարն է այսուհետև, որ արդեն շատ հասկանալի էր։ Նա հիշենք, որ կոնսուլներն ունեին բարձրագույն իմպերիում, մայոր, որի պարագային նրանք իմպերիում դոմի, իմպերիում միլիտում եւ բանակում եւ տանը բարձրագույն իշխանություն։ Եվ Օկտավիանուսը, Օգոստոսը ժամանակ առ ժամանակ մի 3-4 անգամ Ագրիպայի հետ միասին վարում էին այս պաշտոնը իրար հետ միասին։ Բայց ոչ ավելին, նա ուներ պրոկոնսուլական աղրալի իշխանություն։ Մյուս իշխանությունը, պրետորի իշխանություն։ Մենք գիտենք, որ հանրապետական ժամանակաշրջանից այս պաշտոնը կար, նրանք ունեին մինոր, իմպերիում մինոր, բայց ժամանակի ընթացքում նրանց իշխանության մեջ սկսեց կարևորվել մեկ այլ մոտեցում, իրավական, դատական կողմը, եւ Օկտավիանուսը, Օգոստոսը ընդունեց այս պրետորական իմպերիումը, սրանից հետո բոլոր իրավական ակտերը, բոլոր օրենքները հռոմեական հանրապետությունում, դեկրետների ձևով, շրջանցելով եւ սենատը եւ աշխարհաժողովը, նա կարող էր ներկայացնել ամբողջը։ Բայց սա էլ քիչ էր։ Նա ընդունեց տրիբունական պոտեստաս։ Մենք գիտենք տրիբունները 10 էին Հռոմում, ժողովրդական տրիբունները մեծ իշխանություն ունեին։ Հիմա նա ընդունեց նրանց իշխանությունը եւ ամենակարևորը այդ իշխանության մեջ մի բան էր, որն էր այդ բանը։ Ամենակարևորը այս իշխանության մեջ վետոյի իրավունքն էր։ Օկտավիանուս Օգոստոսը ստացավ իրավունք կանգնեցնելու բոլոր պաշտոնյաների, բոլոր որոշումները եւ նոր որոշումներ պարտադրել նրանց, կարող էր նրանց հեռացնել իշխանությունից, կարող էր մտցնել նոր որոշումներ։ Այս բոլորը կատարվում էր ժողովրդի աչքի առաջ, բայց ինքը այս բոլորն անում էր խուսափելով բարձրագույն, բարձրագոչ խոսքերից, տիտղոսներից, ինքը այս անում էր բոլորը ի բարօրություն ժողովրդի, ելնելով միայն ժողովրդի կամքից եւ ժողովրդի ցանկությունից ի շահ ժողովրդի մի խոսքով։ Բայց նրա իշխանության մեջ սկսեցին ուրվագծվել նոր երանգներ նույնպես, որոնք ունեին խստիվ խարիզմատիկ բովանդակություն։ 12 թվականին մահացավ Լեպիդուսը, որին 36 թվականին ինքը դարձել էր գլխավոր քուրմ Հռոմում, Pontificus Maximus, եւ հիմա ժողովրդի առաջարկով, բոլորի առաջարկով ինքը դարձավ Pontificus Maximus,
Այսինքն իշխանությանը, իրավական, վարչական հիմնավորումից զատ գումարվեց նաև կրոնախարիզմատիկ հիմնավորումը, իus sacrum սրբազան իշխանությունը գումարվեց սրան, բայց էլ քիչ էր։ Նա սկսեց հաճախ օգտագործել մի արտահայտություն։ Ես ոչինչ ավել չունեմ ուրիշների համեմատ, ես հասարակ քաղաքացի եմ։ Ես մյուսներին գերակայում եմ, գերազանցում եմ միայն մի բանով, հեղինակությամբ։ Auctoritas առաջին անգամ նրա ժամանակ է, որ auctoritas-ը հեղինակությունը ստանում է հաստատութենական, իրավաքաղաքական հիմնավորում։ Սա դառնում է պետական հաստատություն, պետական ինստիտուտ, auctoritas-ը կառավարչի իշխանության դիտանկյունից։ Տեսեք ինչքան փոքրիկ կարծես թե, բայց շատ էական շտրիխներով է հյուսվում, միահյուսվում, կատարվում, կայանում նրա իշխանություն։ Պետք է հավելենք մի կողմել այս իշխանության։ Օկտավիանուսը, Օգոստոսը շատ լավ հիշում էր հռոմեական, բարոյական արժեքները, քաջություն, արդարություն, լրջախոհություն, առաքինություն և ինքնազսպում, մենք խոսել ենք այսպես, abstinentia, առաջին զսպողը իրեն համարում էր ինքը, ոչ մի բան ավել, ոչինչ ավել, այս ահռելի իշխանություն ունենալով հանդերձ, նա ապրում էր ամենահասարակ կյանքով, սնվում էր շատ հասարակ ուտելիքներով, հագնում էր ամենահասարակ հագուստը, տունիկը տանը գործած ծառաների, և տոգա հուշից պատրաստած, հասարակ սանդալներ, բոլորը գիտեին, որ նա հագնում է տանը իր ստրուկների պատրաստած և ոչ թե արևելքից բերած, նրբագույն, ես չգիտեմ, գործվածքներ, պուրպուր և չգիտեմ ինչ, ամենահասարակը։ Բոլորի հետ ամենամթերմիկ ցանկացած հռոմեացի կարող էր մոտենալ նրան, տեսեք ինչ կերպար է ստեղծում։ Երբևէ, եթե անհրաժեշտություն չկար, նա ճար չէր արտասանում։ Կանգնում էր ամբոխի մեջ, և այդ ճառերն արտասանում են իր մտերիմները և հատկապես Մեքենասը, որ նրա մատերմագույն անձնավորությունն էր, որ իր նախաձեռնությամբ պատմության մեջ պետք է մտցներ մի նոր չափույթ, մշակույթի չափույթը, պաշտոնական մշակույթը, օֆիցիոզը պետք է մտցներ պատմության մեջ, մինչ այդ մշակույթը ծառայել է իշխանությանը և Հունաստանում, և Արևելքում, բայց այս ժամանակ առաջին անգամ հայտարարվում է, որ ստեղծում է օֆիցիալ մշակույթ, և այդ օֆիցիալ մշակույթի ներկայացուցիչների խնդիրն է քարոզել իշխանությունը, քարոզել նրա օրինականությունը։ Տեսեք, Օկտավիանուսը ինչպիսի թելերով, ինչպիսի ուժերով, ինչպիսի արվեստով և հմտությամբ կառուցել էր իր իշխանությունը։ Եվ այս բոլորի հիմքում նրա դրված էր նրա բարոյական և անձնական հատկանիշները։ Կարող է հետագայում գային ուրիշները, և դա այդպես էլ կլինի պատմության մեջ, որոնք չունեն այս հատկանիշները, որոնք չունեն նրա abstinentia-ն, ինքնատիրապետությունը, բայց նա ուներ դա։
Եվ էլի եմ ասում, նա ցանկանում էր իշխանությունը հաղորդել ժառանգության, իշխանությունը հաղորդել ըստ իր պրոքսի միջավայրի, իշխանությունը հաղորդել նաև սենատական ընտրախավի միջոցով։ Սա հավասարակշռությունների միջավայր էր, որը նրան տվեց բացարձակ իշխանություն։ Եթե Կեսարը հանճար էր բոլոր միջավայրերում, եւ ռազմական, եւ քաղաքական, եւ գրական, եւ ջարդասանական, եւ ինքը գիտեր այդ մասին, Օկտավիանոսը չուներ այդ հատկանիշները, ոչ գրական, ոչ ռազմական, ոչ քաղաքական, ոչ ջարդասանական, բայց նրա միակ առավելությունն այն էր, որ նա գիտեր դրա մասին եւ իրեն շրջապատում էր համապատասխան մարդկանցով։ Նրանով պատմության մեջ ներմտավ մի նոր գործիչների տեսակ, համակարգային մտածողների, համակարգային գործողների մակարդակ։ Կանգ առնենք այսօր այստեղ։